617 պահանջվում է գտնել հավասարման արմատը։ Հավասարման արմատը գտնելու համար այս պարագայում օրինակում հավասարման արմատը v-ն է, պետք է գտնենք v-ն։ Անհայտները բերում ենք հավասարման ձախ կողմ, հայտնի ցուցանիշները տանում ենք հավասարման աջ կողմ, այսինքն նորից կատարում ենք նման անդամների միացում։ Արդյունքում բերում ենք ընդհանուր հայտարարի, որը որ ստացվում է 1 մինուս 1 վեցերորդ v-ն հավասար է մինուս 1-ի v-ն հավասար է մինուս 1-ը բաժանած 1 վեցերորդի, v-ն հավասար է մինուս 1-ը անգամ 6 մեկերորդ հավասար է մինուս 6 v-ն։ B-ն Կրկին նույն գործողությունն ենք կատարում, չենք մոռանում, որ հավասարման մի կողմից մյուս կողմը գործակիցները տեղափոխելու ժամանակ նշանները փոխվում են։ Նորից ընդհանուր հայտարարի բերում, այնուհետև կատարում ենք համապատասխան գործողությունները կոտորակի բաժանման ժամանակ, մենք գիտենք, որ առաջին կոտորակը բազմապատկում ենք երկրորդի հակադարձով։ Կան կրճատումները համապատասխան, դն այստեղ են մի փոքր կարկամել եմ, այսինքն ոչ թե կարկամել եմ, այլ արտահայտության արժեքը պիտի գտնենք և ընդհանուր վերջնական արմատ չենք կարողացել գտնել, քանի որ հնարավոր չէ գտնել, քանի որ մենք ունենք ընդհանուր երկու անհայտ, երկու ուրեմն արմատ պիտի գտնենք, որի մասին, որ դեռ ոչինչ ասված չէ։ Ինձ թվում է, սա գրքում է տպագրական սխալ, այստեղ պետք է m լինի կամ այստեղ n, ամեն դեպքում են մի փոքր թերի է կատարված և z-ն։ Պահանջվում է լուծել հավասարումը։ Այստեղ օգտվել եմ բազմապատկման բաշխական օրենքից, սկզբից բացել եմ փակագծերը, քայլ առ քայլ, քայլերը մի փոքր երկարացնելով հերթականությամբ գրել եմ, որպեսզի ավելի պարզ լինի, ավելի մատչելի լինի։ Խնդրեմ, սկզբից ուրեմն մինչև վերջ, այստեղ դարձրել եմ անկանոն կոտորակ, որպեսզի բազմապատկման գործողությունները նկատելի լինի, հասկանալի լինի քայլերը։ Դուք կարող եք, հարգելիներս, միանգամից այս քայլի փոխարեն գրեք հետևյալը, քանի որ այսպես ավելի կարճ է։ Այնուհետև տեղափոխություններ եմ համապատասխան կատարել, նման անդամները միացրել եմ և ստացել պատասխանը։ Նույնը B-ի ժամանակ։ Բաշխական օրենքից օգտվելով կատարել եմ համապատասխան գործողությունները, կրճատումներ եմ կատարել։ Ես կարող էի միանգամից 6-ից հանել 7,1/5։ Այստեղ կստացվեր 1,1/5։ Կատարել եմ բաժանում, այնուհետև համապատասխան գործողությունը կատարել և ստացել -2/5։ Խնդրեմ։ 619 լուծիր համեմատությունը։ Մենք համեմատությունը լուծել հասկանում ենք կատարել խաչաձև բազմապատկում, իսկ խաչաձև բազմապատկման մասին բազմիցս խոսել ենք արդեն։ Այստեղ y-2-ը հավասար է, կատարել եմ խաչաձև բազմապատկում 4 անգամ 2 բաժանած 3։ Կատարում ենք համապատասխան բազմապատկումը, համապատասխան գործողությունները, այնուհետև նման անդամների միացում և գտնում ենք արտահայտության արժեքը։ Այստեղ ունենք ռացիոնալ թվերի բաժանում,
Իսկ մենք գիտենք, որ կոտորակների բաժանման ժամանակ բաժանելին բազմապատկում ենք բաժանարարի հակադարձ թվով։ Չենք մոռանում նշանների կարևորության մասին, պլյուս մինուս։ Ահա, խնդրեմ։ Նույն սկզբունքով խաչաձև բազմապատկման նույն սահմանումով, նույն բանաձևով կատարում ենք համապատասխան գործողությունները։ Են մի քիչ բարդ եւ երկարատև ժամանակատար, բայց այնուամենայնիվ այստեղ օգտվում ենք բաշխական օրենքից, որպեսզի առանձին չբազմապատկեմ, միանգամից պատասխաններն է գրված 15a մինուս 10 բաժանած 12-ի, հետո 15-ան բերում ենք հավասարման ձախ կողմ, բնականաբար նշանը փոխվում է, 3-ը բերում ենք աջ կողմ, նշանը փոխվում է, եւ մենք գիտենք, որ կոտորակի գիծը իրենից ենթադրում է բաժանում։ Եթե վերցնենք որևէ բաժանում, բաժանման նշանը 12-ը դնենք բաժանած 12-ի, կլինի, որ եթե գնա հավասարման աջ կողմ, ապա բազմապատկած 12-ով կլինի։ Ահա։ Կատարում ենք համապատասխան կրճատումներ, կրճատման արդյունքում ստանում ենք մինուս 26 14-րդ։ Ահա, նայեք, տեսեք, 26 ենք ստացել, 26-ը բաժանել ենք 14-ի, 26 14-րդ, որն էլ հավասար է 1,6/7-րդ։ Եվ Z։ Z ժամանակ նույնպես B + 2-ը հավասար է 3 անգամ B - 3 բաժանած 5-ի։ Եթե մենք կոտորակները, որպեսզի ավելի հեշտ լինի կատարել գործողությունը, մենք առանձին հայտարարներով առանձին կոտորակներ ենք դարձնում։ Ստացվում է 3B - 3։ Հիմա, այստեղ ես փորձեցի կարճ քայլ կատարել, կրճատում կատարել, հետո հասկացա, որ հնարավոր է, որ պարզ չլինի արտահայտությունը, դուք կարող եք այստեղ կրճատում չկատարել եւ սկզբից կատարել կրճատում, այնուհետև անկանոն կոտորակ դարձնել, այնուհետև կատարել կրճատում։ Ես փորձեցի միանգամից կատարել այս քայլը, սակայն ցանկացա մի փոքր երկարացնել, որպեսզի ձեզ համար շատ ավելի պարզ լինի, այնուհետև գտանք B-ի արժեքը։ 620 կատարիր նման անդամների միացում։ A-ն, B-ն եւ G-ն մեզ մոտ շատ պարզ նման անդամներ ունեն, իսկ նման անդամները մեզ մոտ ուրեմն նույն տառային արտահայտություն ունեցող գործակիցները կոչվում են նման անդամներ։ Հիմա մենք կատարում ենք համապատասխան հանում եւ գումարումներ։ 17x գումարած 11x ընդհանրապես պիտի կատարենք գումարում, հավասար է 28x։ 13y մինուս 14y գումարած 1, 13y մինուս 14y մինուս 1y, իսկ մենք գիտենք, որ 1 գործակիցը որպես այդպեսին չենք գրում, ապա ստանում ենք մինուս y գումարած 1, 12 մինուս 40 մինուս y գումարած 10 հավասար է 12 մինուս y, այսինքն 12 մինուս 1, 11y մինուս 40 պլյուս 10 մինուս 30։ Հիմա D-ն մեզ մոտ տեսնում ենք, որ ունենք բազմապատկման բաշխական օրենքից օգտվելու կարիք։ 7x մինուս 70 գումարած 3 մինուս 4x։ Կատարում ենք նման անդամների միացում 7x մինուս 4x 3x մինուս 70 պլյուս 3 67 են 3y մինուս 4
մինուս y գումարած 1, մինուս y գումարած 1։ Կրկին օգտվում ենք բազմապատկման բաշխական օրենքից։ 3y մինուս 12 մինուս y պլուս 1 հավասար է 3y մինուս y 2y մինուս 11 ս 12y մինուս 40 մինուս y պլուս 10 ահա, այստեղ բացում ենք փակագծերը, գիտենք, որ փակագծերը բացելիս փակագծի ներսում բոլոր գործակիցների նշանները փոխվում են, 12y մինուս 40 պլուս y պլուս 10 հավասար է 13y մինուս 30 է 7x մինուս 10 գումարած 2x պլուս x մինուս 10 հավասար է 7x մինուս 70 պլուս 2x մինուս 20 հավասար է 7x պլուս 2x հավասար է 9x մինուս 70 մինուս 20 մինուս 90 3 y մինուս 4 մինուս 3 y մինուս 4 հավասար է 3y մինուս 14 մինուս 3y պլուս 14 ներողություն 12 շտապելու արդյունք է պլուս 12 ինչ ենք նկատում, որ ունենք հակադիր թվեր, իսկ հակադիր թվերի գումարները հավասար է 0-ի և թ 12 անգամ 2y մինուս 4 մինուս 10 անգամ 2y մինուս 4 հավասար 12 անգամ 2y հավասար է 24y մինուս 48 մինուս 20y պլուս 40 հավասար է 24y մինուս 20y 4y մինուս 48 պլուս 40 մինուս 8 621 կատարում ենք նման անդամների միացում եթե 2/7 z է 2/7-ին եթե գումարենք 5/7, այսինքն 7/7 z-ը դա մեր z-ն է 7/7-ից կհանենք 2/7 կստացվի 5/7 z նմանատպես այստեղ նման անդամները սրանք են այնուհետև սրանք հեշտությամբ գումարել ենք, քանի որ միևնույն հայտարարով են x-երը, իսկ y-ների գործակիցները բերել ենք ընդհանուր հայտարարի և ստացել նման պատկեր։ Այստեղ ունենք հակադիր թվեր, որոնց գումարը հավասար է 0-ի, արդյունքում z մինուս 6 այստեղ 4/5 z-ին եթե գումարենք 1/5-ին z կստացվի 1z, 1z-ը մեր z-ն է, z մինուս z հավասար է 0։ Մենք այստեղ կարող ենք դարձնել խառը թիվ, որը հավասար է 1/1/2 x գումարած 2/5 y 622 շարունակիր միտքը լրացնելով բաց թողնված բառերը այն թիվը, որը տեղադրելով անհայտի փոխարեն հավասարումը դարձնում է
Ներողություն։